Մարգարայի անցակետի համար որքան գումար է հատկացվել։ Հիմա չեմ հիշում։ Որտե Պեկին դիմել են, ես հիշեցի, կարծեմ Սպուտնիկն էր ու չեն պատասխանել։ Գաղտնի է պահում այդ։ Չէ, գաղտնի որոշում չի։ Մի բան էլ, էլի ասացի կարող է պարտք վերցնենք։ Տեսեք, փաստորեն դուք պարտք եք, ձեր կառավարությունը պարտք է վերցնում, էլի պոպուլիստական ծրագրերի համար։ Շատ լավ է, ջրակից է փոխում ասֆալտ է անում, որ տատի պապիները ոդկա ասֆալտին դրեն ոչ թե հողի վրա, եւ Նիկոլ Փաշինյանը հաջորդ ընտրություններն էլ ասի, որ 30 տարի ես ճանապարհում ասֆալտ չէր եղել, հիմա ասֆալտ կա։ Դուք տատի պապի եք։ Ոչ, ես ոչ դուք այդ ասֆալտով չեք երթել։ Ես շատ գոհ եմ, շատ լավ է, որ իմ մեքենան։ Բայց ինչ եք ասում տատի պապիները, որ գնում եք գյուղ հիմնականում այդտեղ է տատի պապիների հետ է շփվում։ Գյուղում մենակ տատի պապիներ են ապրում։ Ես էլ եմ մեկ գյուղում ապրում, դա չի հարցը, պարոն Հովհաննիսյան։ Շատ լավ է, որ ասֆալտը։ Չէ, խոսույթը ուղղակի տենց մի քիչ զարմանալի է իմ համար, էլի։ Հիմա ես կարամ նենց խոսամ, որ ասենք դուք վատը զգաք ձեզ, եկեք։ Ինչ ոնց են խոսում, դուք վատ եք զգում իմ խոսույթից։ Դա հաճա է ինձ, երբ որ դուք ասում եք տատի պապիները ոտը դնեն ասֆալտին։ Հա, որովհետև ինչ եմ ասում տատի պապները, գյուղական շրջաններում որ գնում, եթե ուզում եք բացատրեմ, գյուղական շրջաններում երբ որ Փաշինյանը գնում է այցերի, հիմնական տատի պապիները շփվում է, ցույց է տալիս, ասում է, տեսեք, ձեր թոշակը բարձրացինք, հիմա ասֆալտ կա, դրա համար եմ դա վկայակոչում, որովհետև վատ բան չկա տատի պապի լինելու մեջ, դա մեզ էլ է սպառնում։ Ինչև է, հիմա ասածս այն է, որ դուք անդադ պարտք եք վերցնում, որպեսզի այդ ծրագրերը իրականացնեք։ Շատ լավ է, որ անում եք, ասֆալտ եք անում, ջրագիծ եք փոխում, մանկապարտեզ եք սարքում, բայց այդ պարտքը մնալու է մեր պարանոցին։ Ջիդին պարտքն է լինելու մեր ժողովրդի։ Հիմա ինձ ուղիղ կասեք, այս պայդրությամբ 24 թվականին մեկ շնչին ընկնող պարտքի չափը, որ պետական պարտքի, որ պետք է մարենք, որքան է կազմում։ Ես դուք մեր թորները, ծորները ինչքան պարտք ունեն այս պահին։ Ես հիմա չեմ կարող հաշվել, պետքա բաժանենք մեր քաղաքացիների թիվը։ Կարծեմ $3000 կարգի անում։ Հնարավոր է։ Հիմա ես արդեն ասեցի, որ կա ընդհանուր ծախսեր եւ եկամուտներ։ Այդ ծախսերից երբ որ հանում ենք եկամուտը, ստացվում է դեֆիցիտը։ Եվ դեֆիցիտը ֆինանսավորվում է այդ թվում նաեւ պարտքի ներգրավման հաշվին։ Հիմա պետքա որոշենք կամ եկամուտները պետքա ավելացնենք, կամ ծախսերը պետքա նվազեցնենք։ Հիմա դրա համար ես ձեզ մի քիչ առաջ ասում, որ պարտքի մասին խոսալու փոխարեն ավելի ճիշտ կլիներ խոսել ծախսերի արդյունավետության մասին։ Օրինակ ասեի, գիտեք ինչ, որ թոշակներին այսքան փող եք տալի, կամ ճանապարհներին, կամ պաշտպանությանը, կամ որևէ այլ ոլորտին, կրթությանը, այս ինչ որ տալիս եք, դա արդյունավետ չի, առաջարկում ենք այս ծախսը նվազեցնել, հետնել նվազեցնել պարտքի դեֆիցիտի չափը։ Պարոն Հովհաննիսյան, ներողություն, խոսում ենք պարտք ենք վերցնելու այս գործերը եւ այլն, հա, անելու համար։ Անցած տարի կառավարությունը մի որոշում կայացրեց Snoop Dogg-ին Հայաստան բերելու համերգի համար եւ $6 միլիոն հատկացրեցինք հարկատուներ եւ համերգը չեղավ։ Սա արդյունավետ ծախսեր է։ Որպես ֆինանսների նախարար, ինչպես եք այս $6 միլիոն դուրս գրելը մեկնաբանում։ Արդյոք սա Հայաստանի Հանրապետության համար մեծ կորուստ չէ եւ ով է վերականգնելու այս փողերը։ Դե դուք գիտեք, չէ, ինչի չեղավ։ Դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Չէ, դա կարևոր հարց է։ Գիտենք, պատերազմը ծանր պայմաններում գուցե պետք չէր ծանր պայմաններում նման պայմանավորվածությունների գնալ։ Հատկապես որ ասենք մենք վերլուծական թիմ ունենք։ Քննարկվեց եւ կառավարությունը որոշեց, որ եւ այդ որոշումը ընդունվել է օգոստոսին, որ դա այդ ներդրումը արդարացված է։ Հետո ցավալի իրադարձությունների բերումով այդ համերգը չեղարկվեց, այսինքն ոչ թե չեղարկվեց, այլ հետաձգվեց։ Երբ տեղի կունենա։ Վերջի քննարկումներով 2024 թվականին պետք է տեղի ունենար, բայց պետք է բանակցվեր կողմերից մեկի հետ, ես մանրամասներին ճիշտ ասած չեմ տիրապետում։ Բայց հիմա այդ գումարի հետ ճակատագիրը ի՞նչ է լինելու այդ $6 միլիոն հսկայական թիվը։ Իմ տեղեկություններով համերգը տեղի է ունենալու։ Երբ։ Ասեցի արդեն